Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ լավագույն ընկերն է, շատ տաղանդավոր մի մարդ, գործիքավորող, երաժիշտ, որը շատ գործ է արել, շատ։ Մի խոսքով ինքը կգա հիմա ամեն ինչ կպատմի։ Եվ այսպես սիրով ուզում եմ ներկայացնել Արադ Թորոսյան, նույն ինքը Մուրզո։ Ողջույն։ Բարև Մուրզիկ ջան, ո՞նց ես։ Ողջույն, լավ Աշոտ ջան, որ քեզ էլ տեսնում եմ սենց լավ տրամադրության մեջ ավելի եմ ուրախանում։ Շփիտը դեպքից, ուրախ եմ քեզ տեսնել իմ տաղավարում։ Իսկապես ես այն իմ ընկերներից ես, որի մասին խոսալուց ես գլուխ եմ գովում ու բարձրանում եմ, որ դու իմ ընկերն ես։ Փոխադարձ Աշոտ ջան։ Եվ մենակ լավ երաժիշտ լինել եք քիչ, լավ մարդ։ Բոլորի կողմից երբ անունդ մեկի մոտ հնչում է կամ ասում եք շփիտ է գալիս տենց։ Այդ նշանակում այդ քո գնահատական նշանակում դու շատ բարի ու լավ մարդ ես։ Շնորհակալ եմ։ Մի փոքր պատմին քո մասին։ Երևան, դպրոց, երաժշտական։ Դե Աշոտ ջան, դե ի տարբերություն տեղակ լինելով քո իմ papai նույն դպրոցում սովորելու Չարենցի դպրոցը։ Այո։ Ի տարբերություն ձեզ ես ընդունվեցի Չայկովսկու դպրոցը, որը արդեն 10-ամյա երաժշտական դպրոց էր համարվում, գիտեք, հիմա նույն տեղն է Չայկովսկու դպրոցը, տեղ, բայց ջութակի բաժին։ Ջութակի բաժին ընդունվեցի, որովհետև ասեցին տվյալներս այդքան լավ չի դաշնամուրի համար, այդ ժամանակ օրենքը տենց էր։ Ընդհակառակը, որ մի քիչ դաշնամուրից տենց է, այն ժամանակ խորհրդային Հայաստանում տենց էր ընդունվում, խորհրդային սովետական միությունում էլի, տենց։ Առաջինը ջութակին։ Հա, ջութակի համար ընդհանրապես ավելի սուր լսողություն պետք է ունենաս, ասեցին դե հա, ասեցին չէ, թույլ է լսողությունը, իսկ ջութակի ընդունվողների քանակությունը քիչ էր ավելի, ինձ ուղարկեցին ջութակի, հենց Հայրապետյան Տատյանա Բագրատովնան էր ընդունում քննությունը, ասեց, Բալիկ ջան, չես ուզում գնալ ջութակի։ Ասեցի, դե հիմա հակաճառելը ո՞րն է։ Ասեցի, ուզում եմ։ Ու տենց 0 դասարանից սկսեց ջութակ գնալ, ընդհուպ միջև կոնսերվատորիա հիանալի դասատուի մոտ սովորելով Զուզե Սարգսյանի բավական լավ հաջողություններ ունեցա, չնայած ջութակը, եթե լավ հաջողություններ ունենայի, հիմա ջութակահար կլինեի։ Ուղղակի ինձ միջև վերջ չբավարարեց երևի ջութակով շարունակելը։ Կոնսերվատորից փոխվեցի կոմպոզիցիայի արդեն Արմեն Սմբատյանի բաժին, արվեստանոց, տենց են ասում Արմեն Սմբատյանը, ու ավարտեցի կոնսերվատորիան։ Ու արդեն այդ զուգահեռ այդ ժամանակ արդեն սկսեցի աշխատել մեր այն ժամանակվա, այսպես ասած, ընկերների, երաժիշտ ընկերների աստղերի հետ։ Շատ լավ, դրա այդ հարցին ուզում եմ առանձին անդրադառնանք, չնայած հիմա էլ կարող եմ հարցնել, էլի այդքան մեծ, այդպես հայտնի երաժիշտների բաների հետ շփվել ես։ Ովքեր են եղել, շատ անվանի, շատ ճանաչված ու մեծություններ։ Դե անվանի, եթե sense գամ խրոնոլոգիայով ում հետ համագործակցել եմ, ես կարող եմ սկսել ամենավերևից ինձ համար ամենահարգելի մարդկանցից, դա Կոնստանտին Օրբելյանի հետ համագործակցումը, գրեթե բոլոր իր վերջին ժամանակների երգերի գործիքավորումները արել եմ ես, ինքը ինձ շատ սիրում էր, որ շատ մարդիկ տեղյակ են դրանից, շատ մարդկանց հետ եմ համագործակցել, նույն Ռոբերտ Բաբկեն Ջամիրխանյանի հետ եմ հիմա համագործակցում շատ ու շատ երգեր։ Այս պահին, այո, Մարիայի իր աղջկա հետ անում ենք տարբեր երգեր, երևի տեղյակ կլինեք, լսած կլինեք, նույն հին երգերը, նորովի գործիքավորումը եւ կատարումը հենց Մարիայի կատարմամբ ու դա տենց այն կոմպոզիտորների մասին է խոսքը, գործիքավորել եմ Վարդան Աճեմյանի ֆիլմում օգտագործել եմ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից։ Մի խոսքով անձամբ նույնիսկ երջանկություն եմ ունեցել ծանոթ լինելու այն մարդկանց, ովքեր որ ցավոք սրտի այդ կոմպոզիտորները ու մեծանուն մարդիկ այլևս մեզ հետ չեն, բայց ես հպարտանում եմ, աշխատել եմ համերգների Կարո Հայրապետյանի հետ։ Դա այն մարդիկ են, ում ես ամեն օր ինչ որ ժամանակահատված հիշում եւ ժպիտով հիշում եւ շնորհակալություն եմ ասում։ Մնացածն էլ տարիների ընթացքում դեռ շարունակում եմ համագործակցել։
Ապայման չի, որ իրանք հենց դպրոցում նստես կամ կոնսերվատորիայում իրանք հենց դաստան դասավանդեն։ Կան մարդիկ, որոնցից մենք ամեն րոպե, ամեն ժամ սովորում ենք, ամեն վայրկյան։ Անշուշտ։ Ես առիթներ աղել միշտ ասել եմ, մեր մկրտչյանից ես մինչև հիմա սովորում եմ։ Չնայած իմ դասատուն եղել է Վարդան Աչեմյանը, ես իր կուրսն եմ ավարտել։ Էլի մեծանում Բայց Վարդան Աչեմյանից այն ինչ որ մնացել է հիմքը, բանը դե հետ կա ինչ խոսք։ Բայց ամեն վայրկյան սովորում եմ մեր մկրտչյանից ես։ Խորեն Աբրամյան կա։ Դե շփվել ես այդ մարդկանց հետ ոնց կարող է ազդեցություն չունի, արդեն դպրոց է, միանշանակ Աշոտ ջան։ Գիտես, ես համաձայն եմ քո հետ Աշոտ ջան, որովհետև այդ մարդկանց հետ որ շփվում ես, հասկանում ես, որ ինձ հետև կամ շատ մեծ պատմություն կապ չունի ինչ ժամանակաշրջանում են ապրել, ոնց են ապրել, ոնց է եղել այդ ժամանակ կրթության, ասենք նորմերը, այդ ամեն ինչը, այդ մարդիկ ունեն կյանքի շատ մեծ փորձառություն ու ամեն խոսքը ունի արժեք։ Երբ որ դու այդ խոսքի հետևը տեսնում ես ինչի համար է դա ասվել կամ ինչ նկատառումներ է ունեցել դա քեզ ասելուց, թեկուզ նույն ստեղծագործությունները գործիքավորելու ժամանակ հասկանում ես, որ դա մեծ դպրոց է ու շատ հետաքրքիր բան մի հատ դեպք ունեմ հենց մայստրո Օրբելյանից, որը որ հերթական ինչ-որ չեմ հիշում, որ գործն էինք բանանում, գործիքավորում, ինքը կողքս նստած ու շադիր հետևում էր ու միտեղ երևի ինչ-որ ակորդը նվագելու ժամանակ մատս կպել էր և թեթև ինչ-որ սեկունդակար ու ասեց Մուրզիկ ջան, ու տիբետ եմ զացեպ, ասում ասենք, ընդեղ կպել ես ինչ-որ մի բանի էլի, այսինքն երկրորդ նոտային ես կպե կողքի, ասում եմ, չէ մայստրո, ես չեմ կպել, ասում եմ, ոնց ես, ասում եմ, լսում եմ, դե կպել ես, ասում եմ, մայստրո ջան, բացեցի այդ թրեքը, նայում եմ, ասում եմ, մայստրո, չեմ կպել, ասում եմ, դու չես տեսնում, ասում եմ, բայց ես լսում եմ, մեկի մյուս տողերը բացեցի, մյուս տրեկերը բացեցի, տեսա, իսկապես կպել էր մատս, բայց ես չէի լսում, ինչ էլ որ ուզում անեն, ինքը լսում էր, այ սուր լսողությունը, այս փորձառությունը, դե դա օրինակներից մեկն է, որ այդքան էլ նույնիսկ ասենք բան չի, արժեք չի ներկայացնում այդ մարդուն ամբողջովին խորհրդանշելու կամ բնութագրելու, նույնն էլ նույն հետաքրքիր դեպքեր են իրական պատմությունները էլ եթե դու կողմնակի կողքից հիշում ես, ավելի լավ։ Հիշում եմ Կարոյի Հայրապետյան հետ աշխատելուց բեմի վրա, իրեն հայտնի, դե որ ասում էին Կարոյի պարը, Կարոյի այդ գործի ժամանակ մի հատ նվագի ֆրազայի ձև կար, որը ինքը փոխել էր, ու ավելի հետաքրքրացրել էր, բայց ես բանկուց որ լսել էի, տենց չէր։ Ու մի անգամ եկա ասեցի, վարպետ, ասի ինչի ես փոխել բան, ասի, բայց դուրս գալիս ես, երկրորդը շատ լավ է, ու ինքը մի հատ երրորդ տարբերակ ցույց տվեց այդ երաժշտական պիտի բացատրեմ դա, ուրեմն այդ ելևեջով որ նվագում էր, շատ ուրիշ տեղ էր տանում, էլի, մի տեսակ sense խուտուտ տվող բան էր անում։ Ու ամեն անգամ համերգներին հիշում եմ, որ նվագելուց ես էս կողմն էի կանգնած, ստեղնաշարների հետևը, ուրեմն այդ նվագելու ժամանակ միշտ ինքը դե հիշում ենք, չէ, Կարոյին խոժոր դեմքով ոչ մի բան չարտահայտող, լուրջ, ոչ մի ժպիտ, շատ հազվագ դեպեր դա ժպտում, այդ պահին միշտ շուռ էր գալիս դեմոնստրացիա, ինձ նայելով այդ հազը տես նվագում էր, ես էս մի շոյված էի զգում ինձ, այտենց դեպքեր նայում էր իր երաժշտության, իր մատների մեջ ինչքան հոգի ու աղուպի բար կար, բայց նայում էր իր դեմքից սառը, ու տես ինչքան իրանն էլ տենց էր արտահայտվում, էլի երևի էմոցիան։ Հաստատ, վարպետը էր անխոսք։ Նրանց կարևորը նրանց մատներն է խոսում, հոգին է խոսում։ Հա, տարբեր։ Հայաստանում շատ ես տենում, չէ՞, շատ գործով հաճախ գնում գացես։ Հա, այս տարբերակում կարելի ասել ստեղ եմ շատ լինում, որովհետև մեծամասամբ ոնց որ Հայաստանում լինեմ ավելի շատ, ստեղ շատ շուտ գալիս եմ ստեղ ավելի շուտ, քան թե Հայաստանում եմ շուտ գնում։ Ամենաերկարը բացակայել եմ Հայաստանից երևի 2 տարի է եղել այդ բանի ժամանակ, համաճարակի։ Հա։ Կովիդի ժամանակ էր, որ 2 տարի բացակայեցի։ Դե չէին թռնում, հետո բան չկար։ Ինչ ասեմ Մուրզո ջան, ավարտվեց առաջին մասը մեր հաղորդման, ասեցի չէ նախորդ ակնթարթային, սկսում ենք վերջացնում ենք։
Ես իմ անցնեմ մեր գովազդին, որից հետո կշարունակենք։ Շատ լավ, Արչան։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, իսկ որից հետո կշարունակեմ իմ զրույցը իմ լավ իմ կրծերը գերոջ հետ, որին իսկապես շատ սիրում, հարգում ու ընդունում եմ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Արա Թորոսյանի հետ, Մուրզիկի հետ։ Մուրզո ջան, դու ամեն դեպքում ասենք, որ մենք շատ մեծանուն մարդկանցից, մեծ լեգենդների շատ բաներ սովորել ենք ու սովորում ենք, բայց ամեն դեպքում դու քեզ ուսուցիչում ես համարում, առաջ քո ուսուցիչը, որին դու իսկապես ամբողջ կյանքում շատ երախտապարտ ես այդ մարդուն։ Եթե խոսում ենք կոնկրետ ուսուցիչ որպես օբյեկտի, այսինքն անձնավորության, որը ինձ դասավանդել է, ես իհարկե իմ առաջի ուսուցիչը կհամարեմ երաժշտության մեջ իմ դասատուին, ջութակի դասատուին, որը որ ինձ սովորեցրեց լսել ամեն ինչ, կապը իմ ուղեղի, մտածելակերպի, ճաշակի, ձայնի եւ նույնիսկ լսելը, ասենք, դե ջութակը ինչպես էր, մեծամասամբ դա կամ օրկեստրի հետ էր նվագում, կամ դաշնամուրի նվագակցությամբ, ու ինքը սովորեցրեց լսել դաշնամուրի նվագակցությունը, որ ինձ շատ օգնեց, ինքը սովորեցրեց ինձ լսել ձայնը ամեն էլեմենտար նուրբ բաներ, որ ոչ պիտի մտքոչացի, բայց դա շատ կարևոր է քո հետագա ստեղծագործական կյանքի։ Իհարկե, դե բնականաբար դրա հետ մեկտեղ էլ ինձ շատ մեծ դպրոց տվեց հենց այդ ժամանակա շրջանի, շատ մեծ դպրոց էր հենց իմ Չայկովսկու դպրոցը եւ նրա հանրակրթական առարկաները, քանի որ բավական խիստ էր Չայկովսկու դպրոցը այն ժամանակ։ Հիմա որ նայում եմ այդ տարիքում միգուցե երեխաներին այդքան օգուտ չի նման խստությունը, հիմիկվա սերնդին ավելի կնեղի, ոնց որ մեզ էր նեղում, բայց ինչ որ օգուտ մնաց այդ ժամանակաշրջանից, այդ դասավանդման ձևաչափից, ամեն մեկը քիմիայի դասատուն ուզում էր քիմիկոս դառնալ, ես ֆիզիկայի դասատուն ֆիզիկա, կենսաբանությունը, ամեն ինչը մեզ դպրոցը շատ բան տվեց մեր սերնդին, իրոք։ Իսկապես այն ժամանակվա դպրոցը սովորական մի միջնակարգ դպրոցը մի համալսարան էր։ Այո, Գիտես ինչ, ես գիտեմ, որ դու շատ ստեղծագործություններ ունես, երգեր, երաժշտություն, բացի որ գործիքավոր, այդ գործիքավորումներն էլ քո ստեղծագործություններն են, պարզ։ Մասամբ, հա։ Դե ունես, ես քո մի շատ սիրուն գեղեցիկ երգ ուներ Երևանի մասին, որտեղ ես էլ եմ մասնակցում մի փոքր։ Դու համարյա բոլորին մասնակցել ես, այդ մի երգում էլ նույնպես բացառություն չի։ Կարող ենք այսօր լսել այդ երգը, ամեն ներկայացնել։ Ես էլ եմ շատ սիրում այդ երգը, հա, կոչվում է Իմ ջերմ ու բարի քաղաք։ Արի ուրեմն իրար հետ միասին, մեր հեռուստադիտողի հետ միասին լսեք Իմ ջերմ ու բարի քաղաք երգը, քո ստեղծած։ Այո։ Սիրով, խնդրեմ։ Քեզ այսօր խոստովանում եմ, որ դու միակն ես ինձ համար։ Ես միշտ քեզ նավը պարտանում եմ ու ջերմանում եմ անդադար։ Ես քո գրկում Բարիք չունի գեղեցկությունը, դարենանց ծորեն քո դիմաց։ Այսօր էլ Երևանաման բարի է շերմ ու գրգավաց։ Սիրում եմ քեզ իմ Երևան, սիրում եմ անսահման, ապրիչ խաղաղ ու արևոտ երկնքի տակ։ Ու թող քեզ երգեն լուսավոր սրտերը, դու իմ ջերմ ու բարի քաղաք։ Սիրում եմ քեզ իմ Երևան, սիրում եմ անսահման, ամեն այգի, ամեն միշտ փողոցում
հասկանում ես ինձ հիացնում է շարունակ Քեզ նայելով ես հասկանում եմ Իմ սրտի մեջ կա մի քաղաք Բարի քաղաք Դու հյուրընկալ ու հյուրասեր ես Դու սեր ես որ չունի պայման Տարեց լինի թե նորածին Ամենքի հետ հենց իր նման Սիրում եմ քեզ իմ երևան Սիրում եմ անսահման Ապրիչ խաղաղ ու արևոտ երկնքի տակ Ու թող քեզ երկեն Լուսավոր սրտերը դու ինձ են Ու բարի քաղաք Սիրում եմ քեզ իմ երևան Սիրում եմ անսահման Ամեն այգի, ամեն մի շենք փողոց ու բակ Դու իմ հոգում միշտ հարազատ ինձ են Ու բարի քաղաք Ով մեկ անգամ քեզ հանդիպել է Կյանքում էլ քեզ չի մոռանա Իսկ ով այստեղ է հենց ընվել Քո կենարար հույսով սնվել Անվերջ կարող է քեզ ասել Սիրում եմ քեզ իմ երևան Սիրում եմ անսահման Ապրիչ խաղաղ ու արևոտ երկնքի տակ Ու թող քեզ երկեն Լուսավոր սրտերը դու ինձ են Ու բարի քաղաք Սիրում եմ քեզ իմ երևան Սիրում եմ անսահման Ամեն այգի, ամեն մի շենք փողոց ու բակ Դու իմ հոգում միշտ հարազատ ինձ են Ու բարի Հրաշալի երգ, հրաշալի երգ։ Հրաշալի կատարում։ Իսկապես Երևանը աչքիդ առաջով գալիս ու գնում այս երգի երաժշտության ներքո։ Ապագա ծրագրեր, բաներ։ Ես գիտես ինչ գալուց ստուդիա, հիմա մտածում եմ, որ դու հավաքես բոլոր երգիչ երգչուհիներին, ում որ դու գործիքավորել ես իրանց երգերը, ում որ մուսիկի երեկո կազմակերպել էլի, բոլորը գան, ում հետ դու աշխատել ես, գան, ոնց որ այդ համել գիտես ինչ է, շնորհակալություն է ոնց որ քեզ էլի հայտնել է, ոնց որ երախտագիտությունը, թե չգիտեմ ոնց անվանեմ դա։ Իմ շնորհակալությունն էլ է դեպ իրենց բոլորի նկատմամբ դա կլինի։ Չես մտածել, տես մի հատ երեկո տարիները մտածում եմ ու գիտեմ, որ ամեն ինչ ինձնից է կախված։ Հերիքա մենակ խնդրեմ, մենակ դիմեմ, բոլորը ուրախ, բոլորը հաստատ գիտեմ մեծ հաճույքով Արի թող այսօր լինի հիմքը այդ նախագծի թող լասա լինի պատճառ իսկապես ես սկսեմ մի քիչ ավելի ուղղակի տեղից շարժվեմ երկի երկրի չկա որի համար դու երգ հաստատ գիտեմ որ բոլորը պատրաստ կլինեն որի համար իրենց նախապես շնորհակալ եմ հաստատ կանեմ ես մեծ հաճույքով ես էլ կմասնակցեմ եթե կուզես իհարկե եթե այսօր net սեղան լիներ բան կասեի այդ օրվա կենաց չէ սկզբնակարը հիմքը դրեցինք արդեն Աշոտ ջան հաստատ մտածում էի ճանապարհին ասում եմ չի անում այդպես բան միգուցե առաջարկներից ու խելքի տակ շատ լավ բան կլինի մեծ հաճույքով բոլորը կգան Ես պատկերացնում եմ, տեսնում եմ նույնիսկ այդ Մուրզիկների նկարները, այդ մեծ նկարը, սա մեր նկարները տակը ու դու մեծ հաճույքով։ Լավ, մի հարցել տամ, ասա։ Այդ Արա Թորոսյանը, այդ ոնց հետո ստացվեց, որ դառավ Մուրզիկ։ Ինչն էր պատճառը։ Այս անունը որտեղից է գալիս։ Այդ կատվի, ասում եմ, կատվի անունը, որը Էմին է դրել։ Շուտվանից Նադիայի Էման Բեջանյան, Էմին իմ շատ հարազատ մարդ, տենց չգիտեմ, կատվի ձայներով իրար հետ տենց գորգռում էինք իրար վրա կատվի ձայնով, տենց փոքր, ինքը շատ փոքր էր, դե 8 տարեկանից ես իրեն ճանաչում եմ, ես էի հազիվ, ինչքան է, ես էի 20 տարեկան էի, այդ ժամանակվանից ճանաչում ենք ու Բեյրութում տենց մեմ էինք սարքել իրար հետ տենց կատվի նման ճվճվում էինք այդտեղից մուրզիկ ասեց
Բայց այդ երբ քեզ չեն էլ պատկերացնում, Չէ, որտեղ սազում է քեզ։ Սազում է իրականում ես միշտ ասել եմ բեմական անվանում ու մեկ էլ իրականվում միշտ պետքա ցանկալի է իրարից տարանջատել էլի։ Դե լավ, Մուրզո ջան, ուրեմն երկրորդ մասն էլ ավարտվեց, հիմա ասենք գովազդին եւ գալու է երրորդ մասը, որտեղ պատմելու ես իրական պատմություններն ու անեկդոտները։ Սիրելի բարեկամներ, հարգելի հեռուստադիտողներ, գովազդի արդյունի եթերում նորից հետո կշարունակեմ իմ զրույցը իմ ընկերոջ հետ Արա Թորոսյանի հետ, մուրզիկի հետ։ Գովազդի արդյունի եթերում Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Արա Թորոսյանի հետ, մուրզիկի հետ։ Այսօրվա մեր երգիչ երգչուհիների մասին ինչ կասես ինձ հետաքրքիր։ Չնայած ես գիտեմ, որ շատ տաղանդավորներ կան մեջները, շատ դու էլ շատ հավանում ես։ Դե Բայց քո կարծիքը որպես այդ գործի ամենամեծ գիտակներից մեկը։ Դե ինչպես բոլոր ժամանակներում կան հաջողակ այդ ամեն ինչի մեջ, արվեստի մեջ, այս պոպ արվեստի մեջ հաջողակ մարդիկ, հաջողակներ։ Եվ մարդիկ, ովքեր որ դեռ չեն գտել իրենց տեղը։ Կարող եմ ասել, որ նույն բանն է, ինչ որ այն ժամանակ, ինչ որ հիմա։ Ուղղակի մի քիչ, քանի որ լայնացել է լսադարանը, շրջանակները, այնքան է լայնացել, որ բաներ կա, որ մեր տեսադաշտում, մեր ունկնդրման, մեր սերնդի, նույնիսկ երիտասարդ սերնդի կամ ավելի կրտսեր սերնդի համար անընդունելի բաներ կան, որոնք որ ինչ որ մի քանակության մարդկանց համար դա հաճելի ու ընդունելի է։ Շատ հետո։ Այդ երևույթը չես կարող կանգնացնել, եթե վատնել է, չես կարող ոչ կանգնացնել, Որ վատը կամ իրան չի զգում հետո որ դիսկոմֆորտ է լինում իր համար, եկը կամաց դուրս է գալիս այդ ասպարեզից։ Բայց այդ մարդը որ տեսնում է կողքից էլ տեսնում որ սա լը ճանապարհ ունի ու երևում է ինչ լավ ճանապարհ է տալիս իրան։ Ճակատագիրը փորձը ցույց տվեց, հանձինս քո թորնիկների էլ փորձը ցույց տվեց, որ շնորհքով մարդիկ ինչ էլ կանգնացնես էլ չի կանգնի, դեմադեմ առնես չի դաթարի դրանով զբաղվել, իսկ ինչքան էլ օգնես անտաղանդին մեկը չի բանալ, իսկ քո առաջ գնալու արդյոք շատ մեծ օգուտ տվեց Նադյան, ընդամենը 2 ամիս է պարապել հետը շնչառությունը։ Հա Նադյան այս բոլորիս հետ փոքր երեխա պարկասում էր գետին, մեջքի վրա, ինքը նստում էր փորին, ասում էր դե երգի։ Հա ինքը ուժ տվող տենց բաներ ուներ։ Նադյան առանձին շատ շնչառությունը, ճիշտ շնչառությունը ինքը դրեց, այն առաջին շատ մեծ բան եղավ ինքը մեր երեխու համար ու երեխեն շատ պարտական է իրար ու ամեն անգամ իր արցածրույցների ժամանակ ինքը ասում է որ Նադեժդա Սարգսյանը ինձ ամեն ինչ է ինձ համար։ Դե բնական։ Լավ, հիմա եկավ այն մասը որ իրական երկու պատմություն պատմես ոնց։ Հա։ Ուրեմն հետաքրքիր պատմություն նոր հենց հիշեցի։ Ուրիշ բան էի որոշել պատմել, բայց հիշեցի ավելի ուրեմն տղայիս տարվա վերջի Կրուպսկայում էր սովորում, հələ փոքր էր։ Ոնց էր կոչվում հիմա արդեն։ Վերջի զանգը։ Հա, վերջի զանգ չէ, հələ չավարտած մայիսի վերջն է։ Դասարանով հավաքվել են, բոլորով գնացել ենք մեքենաներով, բանով, աղվերան, ծնողներով, բանով գնացել են, քեֆ ենք անում։ Ու քեֆ ենք անում, հիմա չեմ հիշում։ Հիմա չեմ ուզում գովազդեմ կամ չեմ, գինովցած, եթե գինովցած է, դա էական չի, մի խոսքով իրական դեպք է, շատ զավեշտալի դեպք է, ասեմ իմանաս։ Ու մեքենայով հետ են գալիս, աղվերանից Սևան, Երևան, Մայրուղով հետ են գալիս։ Այն խոսքով գալիս ենք այն մի հատ տեղ կա որ երբ որ արդեն թե չայնի պավարոտները Սևանի ճանապարհին չայնի պավարոտները արդեն սենց ուղղվում է ու սենց հա միջև նոր հաջն միջև բան այտենց իջնում է ոչ մի թեքվելու տեղ չկա ու ուղիղ իջնում է մի խոսքով Golf Volkswagen Golf մեքենայով եմ ու շատ նկատել եմ բոլորը քնած են մեքենայում երեխեք կինս բան բոլորը քնած են ու ես երբեք չեմ ղեկին եթե զգում եմ
պիտի քնեմ, կանգնում քնում եմ, կամ ինչ որ չեմ քշում, կամ ինչ որ ճիշտ բայց է դա այդ է։ պահին ինչ որ շատ վատ եմ չեմ նկատել ու միգուցե աչքերս բաց ինչ որ քնել եմ, թե ինչ ա եղել, չգիտեմ ինչ ա եղել, ամեն դեպքում արթնանում եմ հեռախոսազանգից Nokia մոդելի հեռախոսազանգ, որը առել էի գնել էի Արման Աշոտի Ղազարյանից, քո տղայից։ Ու հեռախոսը զանգում է, հենց այդ հեռախոսը բարձր ձայն ուներ Nokia-ն։ Արթնանում եմ ես այդ զանգից։ Ու որ արթնանում եմ, տեսնում եմ մեքենան գնում է կողք։ Ու ուղղվում եմ։ Ու երբ որ այդ զանգը գալիս է, վեր եմ թռնում ու արթնանում եմ, բան, վերցնում եմ հեռախոսը դնում ականջիս։ Բարև ախպեր ջան, բան, բարև Արման ջան, բան։ Ինչ-որ բան, ասեցի լավ, մի հատ հարց տամ էլի։ Արման ասի, ինչի համար է զանգ է։ Մի հատ ասում եմ, ինչի բան ա եղել։ Ասում եմ, չէ, ուզում եմ իմանամ պատճառ, դե շատ բան ունենք, իրար հետ համագործակցել ենք, իրար հետ նույն Էմիին ենք գործարել, Արտուրին Իսպիրյան, իրակ երկերն են, բոլորը գործիքավորել եմ։ 3 մոմ։ 3 մոմը արել եմ բանը, նույն Էմիին, Սարգիսին Մնոյան, մի խոսքով շատ գործ ենք արել իրար հետ։ Ասի երևի ինչ որ գործի հետ կապված բան է զանգել, ասի։ Ասում մի հատ ասա էլի Արման, ինչի է զանգ է։ Ասի չէ, պրոստը մտքովս անցավ, ասի զանգեմ տենամ ընկերս ոնց է։ Ասի դու լավ ասի հասնեմ Երևան, քեզ կասեմ ինչ ա եղել ու թողում եմ սենց արա մտքումս ասում եմ, արա սենց բան էլ ալնում, ոնց է տենց ստացվում։ Գնաց եմ զանգել եմ, ասում Արման ջան, դու զանգել ես պրոստը տակ, որ զանգել ես, դու կոնկրետ փրկել ես, չգիտեմ ինչ էր ելնել, ես քնած էի ռուլին։ Գնում էր, Գնում էի, տենց իջնում էր, գիտես, չէ, տենց մեքենան փաստում Արմանի զանգից դրանից ենքում էի հրաշքի հավատամ եմ ես։ Այդ զանգից վեր եմ թռել ես։ հրաշք պատմություն ալ, շատ հետաքրքիր պատմություն։ Կինո է այս։ Հա, լրիվ այդ բանն է։ Հա, տեսնում ես, ինչ բարի լավ տղա ունի։ Հա։ Լսի, իսկ բան, կարող եմ մի հատ անեկդոտ պատմես։ Պատմեմ։ Քանի որ ժամանակավարտին է մոտենում, էլի, արդեն հաշված րոպեներ են։ Ասում է այս կնիկը տունը նստած իր գունը բուշում տեղը չի գտնում ուշա նայում է ժամին բան չկա ասում է դրան նայի ասում է չկա ասում է չի գալի դու մարդս բան ջղայնացած ասում է լսի դա հաստատ սիրած ունի ասում է մի հատ տուն դե սիրած ունի ես դրա հերն եմ այնց օշում բան մեկենդի զոքաշենց ան ասում է պես տարօրինակ աղջիկ ես դու ասում է ինչի ես մի անգամից վատը մտածում ասում է կարող ավտոյի տակ անգե մարդը Դա մի հատ եկա ասում է չինացին գնում է Մոսկվա հետ է գալիս ասում են հա Մոսկվան դուրս եկավ օր ասում է հա շատ սիրուն քաղաք էր մեծ էր ասում է սիրուն մաքուր ու ասում է համարյա մարդ չկար Դա բարանցին է չէ որ կողքով մի հատ չինացու կողքով գնում է դե աչքերս ինձ ցենց ասում է Ոտեր քունը տոնում հա Դա քունը տոնում քնի էլի Դե ինչ, ես գիտեի, որ մենք իրար հետ լավ զրույց ենք ունենալու, բայց որ այս մակարդակի աստիճանի ինձ համար շատ հաճելի է, որ դու իմ հյուրն ես, քո հետ մինչև առավոտ կարամ նստեմ ու խոսեմ, բայց ոչ ժամանակ ունես, ոչ ես։ Արի սրանով եզրափակենք, բնում է ես շնորհակալություն հայտնեմ ու քեզ ցանկանամ լիքը ապագա մոտալու ծրագրեր եւ սպասում եմ անհամբեր համերգիդ, իմացի, որ Այդ ես էլ ինչով կարամ կօգնեմ, որ այդ համերգը կայան։ Դու օգնես մեծ հաճույքով։ Իմ լավ ընկեր։ Ոնց է։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր իմ Մուրզոն Արադ Թորոսյանը։ Այժմ անցնեմ մեր հաղորդման եզրափակիչ խոսքերին։ Միակ մարդը որը ամբողջ կյանքիդ ընթացքում կմնա քո հետ, դա ինքդ ես։ Քեզ լավ նայ, բարի գիշեր։ Արա լավ, բժիշկ ջան, մեծ փորձառու մարդ ես, այդքան տարիներ աշխատել ես այս բնակավարում։ Չամաչեցիր այդ 80 տարեկան կնոջը, ասեցիր հղի ես։
Բայի չադը յայ ցավը տանել։ Զատո զկրտոցը անցավ։ 3 տարի զկրտում է։